Ինձ մի բան է հետաքրքրում, քեզ եմ հարցնում որպես նախկին զինվորականի պատերազմների մասնակցի։ Մեր հայեցակարգի ընկետը, որը վերաբերում է խելացի սահմանների հայեցակարգին։ Դա ինչ է ենթադրում, դա սահմանային պաշտպանության ինչ համակարգ է եւ ինչ փոփոխություններ է ենթադրում հիմիկվա սահմանների պահպանության համեմատ։ Փոփոխությունների պահը ճիշտ նշեցիք, որովհետեւ մենք մեր հետևություններն արել ենք 16 թվի, 20 թվի, 22 եւ 23 թվի պատերազմներից, քանի որ բոլոր մարտական գործողությունների ժամանակ էլ ունեցել են գծային պաշտպանություն ու հատկապես 22 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած այդ մարտական գործողությունների արդյունքում մի գիշերվա ընթացքում կորցրել ենք 54 մարտական դիրք, որի ժամանակ տվել ենք 224 զոհ ու 298 վիրավոր։ Այսինքն այդ ինչ է նշանակում, գրեթե երկու գումարտակ մի գիշերվա մեջ մենք կորցրել ենք Ավելին քան ապրիլյան քարորիա պատերազմի ժամանակ, կրկնակի։ Ու դրանից հետեւություն, որ հակառակորդը ամեն անգամ ավելի մեծ փորձած է բերում ու այս նորագույն տեխնոլոգիաների կիրառման հետևանքով մեր կորուստները ավելի շատ են։ Դրա համար մենք որդեգրել ենք հետևյալ անվտանգային քաղաքականությունը, որ պետքա նվազեցնենք վտանգը զինվորի նկատմամբ ու առաջնագծում գրեթե 90%-ով կրճատենք զինվորների ներկայությունը, քանի որ մեր համար զինվորը արժեք է ոչ թե ռեսուրս, ոնց որ այս կառավարության համար է, դրա համար մենք առաջնագիծը համալրելու ենք տեսահասկման, տեսադիտարկման, գիշերային տեսանելիության, սենսորների, ինչպես նաև թիրախավորման, կանխարգելման համակարգերով սահմանին մոտ, որպեսզի յուրաքանչյուր առաջ խաղացում կարողանանք ճիշտ ժամանակին կանխարգելենք։ Այդ ամեն ինչը կրելու է պաշտպանական բնույթ ու մեր որդեգրած քաղաքականության հիմքում լինելու է զինվորի անվտանգությունը եւ զինվորը միայն այն դեպքում կմտնի մարտի մեջ, երբ վտանգը մինիմալի հասցրած կլինի։ Այսինքն զինվորի կյանքին չի սպառնա այն վտանգը, ինչը եղել է 20 թվին, 22 թվին եւ 23 թվի գործողությունների ժամանակ։ Սրա առավելությունը երևի նաև աշխարհագրական գործոնով պայմանավորված, որտեղ բարձր լեռնային դժվար անցանելի եւ այլ հատվածներում մենք փաստորեն կունենանք նվազագույն մարդկային ռեսուրս ծառայություն, ինչը որ ծառայության պայմանների տեսանկյունից է նպաստավոր։ Ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկացել, ու մենք մեր աշխարհագրական դիրքը ճիշտ օգտագործելու արդյունքում ունենալու ենք ավելի ամուր ու պաշտպանված դիրքեր։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան։